Ողջույն, այս ամբողջ հաղորդումը կնվիրենք շաբաթվա ամենակարևոր իրադարձությանը՝ Իրանի վրա անցած շաբաթ Իսրայելի նախաձեռնած հարձակմանը։ Այն սկսվեց անցած ուրբաթ առավոտյան։ Թիրախները ռազմական օբյեկտներն էին, բարձրաստիճան զինվորական և քաղաքացիական պաշտոնյաներ, ինչպես նաև Իրանի քաղաքացիական միջուկային ենթակառուցվածքները։ Այս հարձակումներն իրականում բավական տպավորիչ էին, քանի որ դրանց մեծ մասն իրականացվեց հենց Իրանի ներսից՝ Մոսադի գործակալների կողմից։ Հարձակումների ժամանակ օգտագործվեցին անօդաչու թռչող սարքեր և կարճ հեռահարության հրթիռներ, հարվածելու հակաօդային պաշտպանության համակարգերին և այլ օբյեկտների, որոնք կարևոր են իրանցիների ինքնապաշտպանության համար։ Միանգամայն պարզ է, որ իսրայելական հետախուզությունը լիովին ներթափանցել է Իրանի ռազմական և հետախուզական համակարգեր։ Սակայն երբ սկզբնական շոկն անցավ, իրանցիները բավական ակտիվ արձագանքեցին, օգտագործելով հեռահար բալիստիկ հրթիռներ և թիրախավորելով Իսրայելի բոլոր տեսակի ռազմական ենթակառուցվածքները։ Ինչ է այս ամենը նշանակում Հայաստանի համար։ Եթե կարճ, ապա ոչ մի լավ բան։ Լավագույն արդյունքը կլինի այն, որ այս պատերազմը հնարավորինս արագ ավարտվի, բայց դա ամենաքիչ հավանական սցենարն է։ Տարածաշրջանային անկարգությունները հնարավորություն են ստեղծում Հայաստանի դեմ ագրեսիայի համար։ Մինչ այժմ դա հիմնականում կանխվել է Բաքվի ռեժիմի վրա Արևմուտքի ճնշման շնորհիվ, սակայն ավելի քիչ չափով այն կարմիր գծերի շնորհիվ, որ Իրանի ղեկավարությունը սահմանել է Բաքվի ռեժիմի համար։ Իրանում ցանկացած նման անկարգություն միանշանակ բացասաբար կազդի Հայաստանի վրա, շատ տարբեր պատճառներով։ Նախ, քանի որ մենք ունենք միայն երկու բաց սահման, և դա ըստ էության կնշանակի, որ կկորցնենք դրանցից մեկը։ Արդեն տեսնում ենք խնդիրներ Իրանից Հայաստան մտնող ապրանքների մատակարարման, փոխադրման հետ կապված։ Իսկ ամենամտահոգիչն այն է, որ հավանաբար Իրանից փախստականների զգալի հոսք կգա Հայաստան և արդեն գալիս է։ Շաբաթվա առաջին օրերին արդեն հաղորդվում էր, որ Մեղրիից մինչև Կապան գրեթե բոլոր հյուրանոցները զբաղված են։ Արդեն փախստականներ ենք տեսնում նաև Երևանում։ Եթե այս պատերազմը շարունակվի, ապա հնարավոր է, որ մարդկանց այնպիսի հոսք գա Հայաստան, և այս երկիրը պարզապես չունի կարողություններ նման հոսքերը կառավարելու կամ կարգավորելու համար։ Այս հարձակումների հետ կապված ադրբեջանական հետք կա։ Ադրբեջանի տարածքն իրականում օգտագործվում է այնտեղից անօդաչու թռչող սարքեր արձակելու համար, որոնք հարվածում են Իրանի հյուսիսային և արևմտյան մասերին։ Իրանի ռազմական և քաղաքացիական տարբեր թիրախների վրա հարձակվող անօդաչու թռչող սարքերը, որոնք Մոսադը չի արձակում երկրի ներսից, արձակվում են երկու վայրից՝ կամ Հյուսիսային Իրաքից, մասնավորապես Հյուսիսային Իրաքի քրդական շրջաններից, կամ Ադրբեջանից։ Հարվածի ենթարկված որոշ վայրեր մոտ են Ադրբեջանին, ինչից ակնհայտ է դառնում, որ հարվածներ Իսրայելից չեն իրականացվել։ Իրականում, ըստ WikiLeaks-ի, դեռ 2012-ից Իսրայելն Ադրբեջանի տարածքում անօդաչու թռչող սարքերի բազա ունի, և հենց այդտեղից էլ հավանաբար դրանք արձակվում են։ Հետաքրքիր է, որ Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ են 2020-ին կորոնավիրուսային համավարակի բռնվելուց ի վեր։ Քաղաքացիները երկիր մուտք գործել կամ երկրից դուրս գալ կարող են միայն օդային տարածքով։ Սակայն բավական խոշոր զարգացում է այն, որ Ադրբեջանը մասամբ բացել է իր ցամաքային սահմանները, ենթադրաբար օտարերկրյա դիվանագետների համար, որպեսզի նրանք ելումուտ անեն երկիր։ Կասկածներ ունեմ, որ սա պետք է, որ սա իսրայելցիների համար աշխատող գործակալներին երկրից դուրս հանելու համար արված լինի, որպեսզի նրանք կարողանան փախչել երկրից, եթե իրանական հետախուզական ծառայությունները հետապնդեն նրանց, ինչն էլ նրանք փաստացի անում են այս պահին։ Մի քանի շաբաթ առաջ նաև Իսրայելից մեծ թվով ռազմական թռիչքներ են իրականացվել դեպի Ադրբեջան, և ակնհայտորեն այդ ինքնաթիռներն անօդաչու թռչող սարքեր էին տեղափոխում Ադրբեջան։ Մենք այդ ժամանակ կարծում էինք, որ դրանք պետք է օգտագործվեն մեր դեմ, բայց պարզ է, որ դրանք այնտեղ են տեղափոխվել Իրանի դեմ օգտագործելու համար։ Սա ակնհայտորեն ռիսկային քայլ է Իլհամ Ալիևի կողմից, սակայն սա փաստացի նշանակում է, որ նա բավական վստահ է, որ Իսրայելը կհաղթի և Իրանի գործող վարչակարգը կտապալվի, ինչը բնականաբար հնարավոր է, բայց ոչ մի դեպքում չի կարելի ասել, որ հաստատ այդպես կլինի։ Բայց մենք գիտենք, որ քաղաքական ինչ արտոնություններ կամ միավորներ Իլհամ Ալիևը վաստակի Իրանին հարվածելու հարցում Իսրայելին օգնելու համար, դա կօգտագործվի մեր դեմ։ Այս ամենի հեգնանքն այն է, որ եթե Իրանն այլևս իրենից կարևորություն չներկայացնի տարածաշրջանում, կամ եթե Իրանի գործող կառավարությունը փլուզվի, ըստ էության դա մղձավանջ կլինի ադրբեջանական ռեժիմի համար, քանի որ այդ պահից սկսած զգալիորեն կնվազի Ադրբեջանի օգտակարությունը Իսրայելի և Արևմուտքի համար։
Հիմա խոսենք այն մասին, թե ինչ է իրականում տեղի ունենում։ Գիտենք, որ Իսրայելի հարձակումը ոչ մի կապ չունի Իրանի միջուկային ծրագրի հետ։ Այնտեղ գլխավոր նպատակը Իրանի պետական կարողությունների ոչնչացումն է, իսկ երկրորդական նպատակը Իրանում վարչակազմի փոփոխությունը։ Եթե խնդիրը դիտարկենք ռազմավարական ավելի լայն տեսանկյունից, ապա Իսրայելը ակնհայտորեն Մերձավոր Արևելքի ամենահզոր երկիրն է, սակայն այն ունի միայն տարածաշրջանային մեկ մրցակից՝ իրենից շատ ավելի թույլ Իրանը, որը վերջին էական խոչընդոտն է Մերձավոր Արևելքում Իսրայելի լիակատար գերիշխանության համար։ Իրականությունն այն է, որ Մերձավոր Արևելքի մյուս բոլոր ուժային կենտրոնները Եգիպտոսից մինչև Թուրքիա, ԱՄՆ կամ Սաուդյան Արաբիա վճռորոշ պահերին միշտ կենթարկվեն Իսրայելին։ Իդեպ, բոլոր նրանց համար, ովքեր որևէ կասկած ունեն, պետք է ասեն, որ Միացյալ Նահանգները եւ Արևմուտքը ամբողջությամբ աջակցում են Իսրայելին այս պատերազմում։ Միացյալ Նահանգները արդեն իսկ ակտիվ ներգրաված է այս պատերազմում եւ Իսրայելին աջակցում էր պաշտպանության հարցերում։ Դրա մասին է վկայում այն, որ Իսրայելը խոցում է Իրանից ամեն օր արձակվող հրթիռների մեծ մասը։ Շատ հստակ է նաեւ, որ Թրամփի վարչակազմի եւ Իրանի միջև բանակցությունները ըստ էության խաբեություն էին։ Դրանք Իրանի ղեկավարության գլխի տակ փափուկ բարձ դնելու համար էին եւ մենք որ իսրայելցիները դա մեծ արդյունավետությամբ օգտագործեցին Իրանի ռազմական ղեկավարության մեծ մասին վերացնելու համար։ Հաշվի առնելով վերջին 1 տարում Իրանի եւ նրա պրոքսիներ Սիրիայի եւ Լիբանանի կրած պարտությունը, իրականում շատ տրամաբանական է հիմա Իրանի վրա հարձակվելը, քանի որ վերջին տասնամյակներում Իրանը երբեք ավելի թույլ չի եղել, ինչպես հիմա։ Իսկ հարձակման նպատակն է գլխատել Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ համակարգված ձևով ոչնչացնել երկրի ռազմական եւ տնտեսական կարողությունները։ Հավանական է, որ օդային հարձակումները ի վերջո վերածվեն ավելի տեղայնացված հարձակումների, որոնք կիրականացվեն տեղում գործող պրոքսիների միջոցով, օգտագործելով իրանցի այլախոհներին կամ այլ անձանց, երկրի ներսում իրականացնելով ահաբեկչական գործողություններ, ստեղծելով անկայունություն եւ խարխրելով գործող իշխանության հիմքերը։ Թեհրանում եւ այլ վայրերում արդեն մեքենաներ են պայթեցվում։ Հիմա հնարավոր է, որ սա հանգեցնի Իրանում գործող ռեժիմի փոփոխության։ Կարճաժամկետ հեռանկարում ոչ, քանի որ տեսնում ենք, որ նույնիսկ այն մարդիկ, որոնք դեմ են ռեժիմին, համախմբվում են երկրի շուրջ, երբ երկիրը հարձակման է ենթարկվում, ինչը իրականում միանգամայն նորմալ է։ Սակայն ոչ ոք իրականում չգիտի, որքան կտևի այդ համախմբումը, եթե այս հարձակումները երկար շարունակվեն եւ իրավիճակն ամեն օր ավելի վատանա։ Հաշվի առնելով, որ այս հարձակման նպատակը Իրանի պետական կարողությունների ոչնչացումն է, պետք է սպասել, տեսնելու, թե հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում իրադարձությունները ինչ սցենարներով կարող են զարգանալ։ Առաջին եւ ամենահավանական սցենարն այն է, որ ԱՄՆ-ն ուղիղ ներգրավվի այս պատերազմում, Իսրայելին տրամադրելով հարձակողական աջակցություն, քանի որ ԱՄՆ-ն արդեն իսկ ներգրաված է Իսրայելի պաշտպանության գործում։ Կարճ ասած, դեմ առ դեմ ռազմական երկարատև պայքարում Իսրայելը պարզապես չունի Իրանին հաղթելու կարողություն, առանց Միացյալ Նահանգների անմիջական օգնության, հատկապես երբ խոսքը վերաբերվում է Իրանի միջուկային օբյեկտների ոչնչացմանը։ Սա կարող է հանգեցնել Իրանի գերագույն առաջնորդի սպանությանը, ինչը ըստ էության կարող է ճգնաժամ հարուցել երկրի ղեկավարման հարցում։ Եթե Միացյալ Նահանգները միջամտի հակամարտությանը եւ սկսի օգնել Իսրայելին Իրանի վրա հարձակվելու հարցում, ապա նման առճակատման դեպքում Իրանը ակնհայտորեն կպարտվի։ Բայց միևնույն ժամանակ Իրանն ունի հակահարված տալու բազմաթիվ տարբերակներ։ Իրանի շրջակա տարածաշրջանում ամերիկյան բազմաթիվ բազաներ կան, որոնք փաստացի բավական անպաշտպան են եւ խոցելի, եւ դրանց վրա կարող են հարձակվել ինչպես հրթիռներով, այնպես էլ տեղի աշխարհազորայինների եւ իրանական պրոքսիների միջոցով։ Նման սցենարի դեպքում շատ հավանական է, որ Իրանը փաստացի արագ դուրս գա միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից եւ ըստ էության փորձի կարճ ժամանակում միջուկային որևէ ռումբ ստեղծել։ Այնուամենայնիվ, դրան արձագանքելու ամենաարդյունավետ եւ փաստացի էժան միջոցը Իրանից շրջապատող տնտեսական թիրախներին հարվածելն է, հատկապես այն երկրներում, որոնք օգնում են Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին Իրանի վրա հարձակվելու հարցում։ Նրանք կարող են թիրախավորել նավթային օբյեկտները Սաուդյան Արաբիայում, ԱՄՆ-ում կամ Ադրբեջանում։ Նրանք կարող են նաև փորձել փակել Հորմուզի նեղուցը, որտեղով փոխադրվում է համաշխարհային նավթի 20%-ը։ Դա կարող է իրականացվել փոքր նավերով կամ եւ ափից արձակվող հրթիռներով։ Եվ նպատակի իրագործման համար նրանք մասնավորապես ունեն չինական արտադրության Silkworm տեսակի հրթիռներ, եւ սա էապես բարձրացնում է ապրանքների ապահովագրության արժեքը։ Եվ ըստ էության անհնար է դարձնում դրանց տեղափոխումը այդ տարածքով,
թե ֆիզիկապես, թե տնտեսապես։ Եվ եթե թվարկված սցենարներից որևէ մեկը տեղի ունենա, ապա հավանաբար նավթի գինը 1 բարելի դիմաց կհասնի 120-ից 150 դոլարի, ինչը ըստ էության կհանգեցնի գլոբալ տնտեսական ճգնաժամի։ Եվ ըստ էության, սա այս պատերազմն ավարտելու ամենաարագ ճանապարհն է մի աշխարհում, որի տնտեսությունում առանց այդ էլ խնդիրներ կան։ Այսպիսով, Իրանի ամենահավանական պատասխանը կլինի տնտեսական, ոչ թե ռազմական։ Որպես թեմայի ամփոփում պետք է ասեմ հետևյալը. եկեք չմոռանանք մեկ բան. այս պատերազմը փաստացի հրահրել են դժոխքի նույն պահապան շները, որոնց ձեռմամբ տեղի ունեցավ Լիբիայի, Սիրիայի եւ Իրաքի պատերազմները, եւ որոնց հետևանքով 100 հազարավոր մարդիկ սպանվեցին, միլիոնավորներն էլ փախստական դարձան։ Այսպիսի պատերազմները շատ հեշտ են սկսվում, բայց ոչ ոք չի կարող վերահսկել, թե ինչպես են դրանք ավարտվում կամ ինչ հրեշներ են ծնվում դրանց արդյունքում։ Մեր պետական շահերի տեսանկյունից ցանկալի է, որ այս պատերազմը հնարավորինս կարճ տևի, սակայն միևնույն ժամանակ իրականում մենք պետք է պատրաստ լինենք ամենավատ սցենարին։ Իրավիճակի հետևանքն այն է, որ հաշվի առնելով հանգամանքը, որ այս հարձակումը ենթադրաբար նպատակ ուներ կանխելու Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը, թե հիմա, թե ապագայում Իրանի ցանկացած առաջնորդի համար կարևոր դաս կլինի այն, որ միջուկային զենքն իրականում միակ բանն է, որը կարող է կանխել իրենց երկրի վրա ապագա հարձակումները։ Եվ վերջում, եկեք հասկանանք, որ յուրաքանչյուր ոք, ով շահագրգռված է Իրանում քաղաքական բարեփոխումներով, երկրի ժողովրդավարացմամբ կամ ազատություններով, ինչին մենք բոլորս պետք է կողմ լինենք, ապա այս պատերազմը դրան հասնելու համար չէ։ Այս պատերազմի նպատակն է մեր երկրի անմիջապես հարավում հսկայական սիր ստեղծել։ Եզրափակելով, պետք է ասեմ, որ շատ հաճախ պատերազմի մասին խոսելիս բավական անտարբեր բառամթերք է կիրառվում, սակայն կարծում եմ, որ շատ կարևոր է դրանից զերծ մնալ եւ պատերազմին մարդկային դեմք հաղորդել։ Կարդում էի Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի մեկնաբանությունները, որոնք նա մի քանի օր առաջ արել էր իսրայելական հեռուստատեսության եթերում, ասելով, որ Իսրայելն անում է կեղտոտ աշխատանքը մեր բոլորի փոխարեն։ Սա ճշգրիտ մեջբերումն է նրա խոսքից։ Կարծում եմ կանցլերը իրականում բավական ճշմարտախոս է։ Եկեք տեսնենք, թե գործնականում ինչ նկատի ունի Գերմանիայի կանցլերը։ Այս տեսանյութում Թարա Հաջմիրին այցելում էր իր ատամնաբուժին։ Թարան եւ նրա ընտանիքի մնացած անդամները սպանվել են պատերազմի առաջին օրերին Բիբի Նետանյահուի ռազմաօդային ուժերի կողմից։ Իդեպ, նրա հայրը անշարժ գույքի գործակալ էր եւ ակնհայտորեն ոչ զինվորական պաշտոնյա կամ միջուկային գիտնական։ Հաջորդ անգամ, երբ լսեք որևէ արևմտյան պաշտոնյայի, որը մեծ կխոսի միջազգային իրավունքի, մարդու իրավունքների եւ իմ բոլոր ժամանակների սիրելի եվրոպական արժեքների մասին, պարզապես հիշեք Թարայի այս հրաշք պարը։ Շնորհակալություն հաղորդումը դիտելու համար։